Որ երազներն են համարվում մարգարեական, որ երազներին հարկավոր չէ ուշադրություն դարձնել, ինչու են որոշ երազներ ուղղորդում մեր կյանքը, իսկ որոշներն էլ երբեք իրականություն չդառնում, ինչ են հուշում երազում մահացած տատիկ պապիկները, ովքեր են առավել հաճախ երազներ տեսնում, որ երազներն են, որոնց անտեսումը կարող է ճակատագրական լինել։ Հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը հատուկ մեր հետևորդների համար բացահայտել է ոչ միայն վերը նշված երազների նշանակությունը, այլ խոսել այն երազների մասին, որոնք ուղղակիորեն խոսում են կյանքի համար առկա վտանգի մասին։ Քանի որ մասնագիտությամբ նաև հոգեբան եմ, 7 տարվա բազային կրթությամբ, միայն կրթությունս, բայց հոգեբաները կտան դրա մեկնաբանությունը, մենք փորձենք աստղաբանության միջոցով տալ այդ հարցի պատասխանը, նաև էզոթերիկ իմ գիտելիքների բազան թարմացնելը փորձեմ ձեզ օգնել եւ տալ որոշ հարցերի պատասխաններ։ Ըստ աստղաբանության երազներ ավելի շատ կարող են տեսնել այն կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները, որոնք ծնվել են ջրի ազդեցության տակ եւ դրանք ձկներ, խեցգետին, կարիճ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածներն են։ Եվ նաեւ նրանք, ովքեր իրենց անհատական քարտեզում ունեն մոլորակային դիրքավորումներ այդ կենդանակերպերում։ Եթե սև լուսին է գտնվում կարիճում, ձկներում եւ խեցգետնում, մանավանդ կարիճ եւ ձկներ, նրանք կարող են տեսնել երազներ, որոնք կարող են անհանգստացնել իրենց։ Եթե անձը իր բնավորությամբ, իր տեսակով չար է, ապա սև լուսնի ազդեցությունը ավելի մեծ կարող է լինել նրա համար եւ նրանք կարող են ընկնել ցածր վիբրացիաների տակ։ Այդ իսկ պատճառով մանավանդ սև լուսինը եթե կարիճում է լինում, նրանց մոտ կարող են այցելել այն ոգիները, որոնք դրական միտումներ եւ դրական էներգիա չեն պարունակում իրենց մեջ։ Սև լուսինը ձկներում կրկին տալիս է խնդիրներ, դա ձկները մարդու հոգեվիճակն է, երազների միջոցով մարդուն կարան այցելեն հոգիներ կրկին ցածր վիբրացիաներով։ Սև լուսինը խեցգետնում հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք կարմիկ խնդիրներ ունեն, ժառանգական խնդիրներ, հիվանդություններ, դա կարող է լինել երևանյան հիվանդությունը, դա կարող է լինել երևանյան հիվանդության, բացի դրանից նաև երեխաների հետ կապված, սերնդի շարունակման հետ կապված, գենետիկորեն տեսնում են, որ մի քանի սերունդ ուղղակի միասեռ երեխաներ ունեն կամ շատ քիչ երեխաներ, մեկը ամուսնացած չի այդ տան մեջ, մյուսը ունի մեկ երեխա, այն մյուսն էլ ամուսնալուծված է։ Այո, երազների միջոցով ձեր նախնիները կարող են գալ ձեզ, զգուշացնել ձեզ, սև լուսինը խեցգետնում ինչևէ խնդիրներ է բերում։ Սպիտակ լուսինը, որը լուսնի, տեսեք, սև լուսինը դա էներգետիկ կետ է, դա մոլորակ չէ, դա լուսնի ուղեծրի ամենահեռու կետն է երկրագնդից, իսկ սպիտակ լուսինը լուսնի ուղեծրի ամենամոտիկ կետն է։ Սպիտակ կետը մեր պարգևատրումն է, թե մենք ինչ ներբեռնվածությամբ ենք եկել, որտեղ մենք ունենանք հաջողություններ, որտեղ մեր լուսավոր կետն է։ Ի վերջո սպիտակ լուսինը դա լուսավոր կետ է, դա պարգևատրում է վերևից սպիտակ ուժերի կողմից։ Եթե սպիտակ լուսինը կարիճում եւ ձկներում է, ապա ձեզ կգան ձեր երազների միջոցով ձեզ կզգուշացնեն եւ դուք կունենաք ձեր հարցերի պատասխանները սպիտակ լուսնի միջոցով։ Նրանք են բախտավոր, այսպես բառացիորեն ասեմ, ում քարտեզում Յուպիտերը ձկներում է եւ նաեւ ինչու՞ չէ Սատուրնը ձկներում։ Եթե Սատուրնը է ձկներում, ապա նախնիների մեջ կան այնպիսիները, որոնք ճիշտ է եղել են խիստ, հարցնում եմ նախնիներից ով է խիստ եղել, ինչպիսի այդ ձեր ցեղում ինչպիսի դիրք է գրավել, ասում են, որ խիստ է եղել, խստապահանջ մարդ է եղել, բայց շատ բանիմաց եւ աստվածային օրենքները հարգող։ Այո, եթե դուք ունեք այդ տվյալները, ապա եթե Սատուրնը ձկներում է, ձեր երազներին կգա ծերունին, հալևորը, աստծո կերպարանքով եւ ձեզ հուշումներ կտա, կօգնի ձեզ կյանքի դժվարին պահերին, որովհետեւ Սատուրնը դա դժվարություններն է, կարողանաք հաղթահարել խնդիրները։ Յուպիտերը, երբ որ ձկներում է, կգան բարի հոգիներ, կարող են նույնիսկ ձեր ազգից լինել, դրանք հիերարխիկ բարձր դաս ունեցող հոգիներն են, որոնք կգան, կօգնեն ձեզ, այսպես հրեշտակների տեսքով, կօգնեն ձեզ նույնիսկ
բարդ իրավիճակում հնարավոր է այնպիսի մի այսպես կա չէ մարդու երբ որ տեսնում է մեջքին ֆիլմեր կան որ ինչպես է գալիս հրեշտակը պահապան կանգնում եւ օգնում որ անձը դուրս գա երազների միջոցով այո եթե Յուպիտերը ձկներում է դա երազներն են որոնք երազների միջոցով հոգեբանության միջոցով բարի մարդկանց եւ գիտեք եթե ձուկը դա հոգեվոր տեխնիկաներն են այդպիսի ուսուցիչների հոգեվոր ուսուցիչների միջոցով դուք կստանաք ձեր դասերը ասեմ որ մնացածն էլ անմասն չեն այն մոլորակային դիրքերը եւ դրանք բազմաթիվ են դրանք հիմնականները ես նշեցի ձեր քարտեզներում անպայման այդ դիրքերը կան եթե դուք նման իրավիճակների եք հանդիպում իսկ եթե չարը փորձում է ձեզ հաղթել երազների մեջ ապա Աստծո անունը տվեք ամենատարածված աղոթքը դուք ուղակի երազի մեջ փորձեք հայր մերն ասել իմացեք որ այդ պահին իսկ կգտնվեք բարձրալի եւ բարի ուժերի ձեռքերում այդպիսի իրավիճակներ շատ եմ հանդիպել մարդիկ պատմել են որ կարողացել են երազի մեջ իսկ հաղթել չարին իսկ եթե անձը անգիտակցականում քնած վիճակում երբ որ ասում են չէ որ էզոթերիկների անձը որ քնում է հոգին գնում է այլ աշխարհներ ու գալիս է այլ եթե դու կարողանաս այլ աշխարհներում հաղթես չարին ապա ֆիզիկական պլանում անպայման կարող ես հաղթել պատրաստական եղեք քնելուց առաջ ձեզ տվեք այդ ծրագիրը որ ես ուժեղ եմ ես կարող եմ հաղթահարել յուրաքանչյուր խնդիր եւ ոչ ոք չի կարող ինձ բարձրալի Աստծո հովանավորությունից կտրել սա ասեմ որ ինքնաբուխ էր հենց այս պահին իմ մտքին եկածը ասեցի Շնորհակալ եմ շնորհակալ եմ